որքան էլ բարձրացնի Նիկոլ Փաշինյանը թոշակառուների թոշակը, միևնույն է իր քաղաքականությունը չի փոխվելու։ Այսինքն դրանով մենք միայն իրեն ենք դիվիդենդ տալիս, հա, միայն իր քաղաքական շահերն ենք սպասարկում եւ նրան առիթ ենք տալիս անելու ինչ-որ բան, որով նա կարող է եւս մեկ անգամ մոլորեցնել շարքային հասարակ քաղաքացիներին։ Ընտրակաշարք իհարկե, ընտրակաշարք է, քանի որ որքան էլ նրանք խոսում են, որ տեսեք, այ մենք եկել ենք 19 թվականին ենք թոշակները բարձրացրել, հետո 21 թվականին ենք բարձրացրել, հա։ Բայց ոչ էական էր, չէ՞, 1000 դրամ, իհարկե 1000-2000 դրամներով եւ եթե հաշվի ենք առնում երկրում տեղի ունեցած գնաճը, ապա այդ 1000-2000 դրամները բոլորս էլ հասկանում ենք, որ ընդամենը մանրադրամ են, հա, առհասարակ ամոթ են նույնիսկ դրա մասին խոսել, առավել եւս երբ այսօր Երևանում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում միջինից նույնիսկ ցածր, բայց գոնե իր բոլոր պահանջները բավարարող կյանք վարելու համար քաղաքացուն Քավլիցի 55000 դրամն էլ բավական չէ։ Իհարկե, սպառողական զամբյուղը 75000 է։ Այո։ Մյուս կետը, որ հարկավոր է ընդգծել, այն է, որ փաստացի այդ ընտրակաշարքի ինստիտուտը, հա, այդ արատավոր պրակտիկան կարծես թե չի փոխվում մեր երկրում։ Մեր քաղաքացիները պետք է որ արդեն հասկացած լինեին, որ դա կործանարար է